Ղազարոս Աղայան 1840-1911 Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ։ Խաչատուր Աբովյանի լուսավորական հայացքների հետևորդը։ Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ։ Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա 1 տարի սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում։ 1861-62 թվականներին եղել է գրաշար Թիֆլիսում, 1862-67 թվականներին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է հայրենիք, նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ։ 1869-1870 թվականներին խմբագրել է Արարատ ամսագիրը։ Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած Վերնատուն գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը։ Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ։ Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ։ Աղայանի պոեզիայում առանձնանում են հիշողություն, ճախարակ, սերմնացան, մանուշակ բանաստեղծությունները, Տորքանգեղ պոեմը։ Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը Արեգակ, Առավոտը գյուղում, Ճախարակ և այլն այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը։ Նրա ամենահայտնի արձակ երկերն են Արություն և Մանվել, երկու քույր վեպերը։ Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի Անահիտը, Արեքնազանը, Հազարան բլբուլը, Վիշապին հաղթողը, Եղեգնուհին։ Աղայանը առաջինից 4-րդ դասարանների համար կազմել է ուսումն մայրենի լեզվի դասագրքերը։ Նրա կազմած այբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում։